Ամերիկյան 500 խոշորագույնների մեջ մտնող կորպորացիաների, գործարար ոլորտի խորհրդատվական ընկերությունների, Լոս Անջելեսի և Օրենջի մարզերի առևտրի պալատների ղեկավարներն ու ամերիկյան խոշոր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները հավաքվել էին քննարկելու Հայաստանի ներդրումային հնարավորություններն ու գործարար միջավայրը։ Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչության նախաձեռնությամբ կազմակերպված կլոր սեղանը Հարավային Կալիֆոռնիայի գործարար դաշտում եղանակ ստեղծող կառույցների հետ կապերին զարկ տալու առաջին քայլն էր։ Սա աներևակայելի հանդիպում էր։ Մենք մեծ էնտուզիազմ տեսանք ու մեծ եռանդ, հատկապես ամերիկյան խոշոր ընկերությունների կողմից։ Նրանք հետաքրքրված են Հայաստանով, երկրի գործարար և ներդրումային հնարավորություններով։ Տեղեկատվական տեխնոլոգիաներից, ինժեներիայից մինչև գյուղատնտեսություն և զբոսաշրջություն հետաքրքրական կարող են լինել ամերիկյան ընկերությունների համար, որոնց այս պահին անհրաժեշտ է առավելագույն տեղեկություններ գործնական քայլ անելու համար։ Ինձ հետաքրքիր էր այսօր լսել, թե Հայաստանում ինչպես է զարգանում տեխնոլոգիական ոլորտը, տեղեկանալ կրթության մակարդակի մասին, կհանդիպեմ կառավարության տեղի ներկայացուցիչների հետ, քանի որ իրոք հետաքրքրված եմ տեխնոլոգիական ոլորտում գործակցությամբ, ինչը կարելի է ծավալել նաև հեռավորության վրա։ Լոս Անջելեսի մարզի բիզնես ֆեդերացիայի նախագահը նույնպես արդեն իսկ նախանշեց հետաքրքրական ուղղությունները, որոնցով կսկսեն երկրորդ հանդիպումը։ BISFED-ին անդամակցում են Լոս Անջելեսի մարզի բոլոր առևտրի պալատները, խոշոր արտադրողներ և ներդրողներ։ Լոս Անջելեսը աշխարհի մեծագույն քաղաքներից է, որտեղ շատ են աճող բիզնեսները, որոնք փնտրում են գործարար, բարենպաստ միջավայր, տուրիզմի, ժամանցի կամ բարձր տեխնոլոգիաների ոլորտներում։ Ամերիկյան գործարար դաշտի խոշոր խաղացողներին դեպի Հայաստան գրավելու առաջին քննարկումն ավարտվեց պայմանավորվածությամբ, երկրորդը չի ուշանա։ 1-2 ամսից կհանդիպեն ընդլայնված կազմով։ Լիլիթ Սեթրակյան, Օնիկ Գյուլեզյան, Օրակարգ, Միացյալ Նահանգներ։